Վերականգնել միջազգային հասանելիությունը Բաքվի բանտերին ու ապահովել անկախ բժշկական վերահսկողություն։ Այս պահանջով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը դիմում է միջազգային կառույցներին։ Վերջին հեռախոսազանգերից հետո տեղեկություններ են ստացել, որ մի շարք գերիների առողջական վիճակը վատթարանում է, իսկ դեպքերից մեկում հաղորդվել է նաև կոտրվածքների մասին։ Նրա խոսքով, թեև ահազանգեր եղել են նաև նախկինում, վերջին տեղեկություններն արդեն վկայում են իրավիճակի լրջացման մասին։ Յուրաքանչյուր ընտանիքի անդամ նախ եւ առաջ հետաքրքրվում է, թե ինչպես է զգում, եւ իհարկե ձայնի միջոցով կարելի է հասկանալ անձի տրամադրությունը, խոսելու հնարավորությունները, կենտրոնանալու, փոխկապակցված միտք հաղորդակցելու այդ կարողությունները եւ առանձին դեպքերում ուղիղ հարցեր են տրվում, որոնց առնչությամբ պատասխանները փոխանցվում են մեզ, հաշվի առնելով, որ մենք իրականացնում ենք այս անձանց շահերի ներկայացում նաեւ դատական ատյաններում։ Ներկայում Բաքվի բանտերում պաշտոնական տվյալներով պահվում է 19 հայ գերի, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք դատապարտվել են 15-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկման։ Ադրբեջանը 6 ամիսը մեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ներկայացնում է բժշկական փաստաթղթեր, որպես դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների կատարում։ Սակայն Սահակյանի խոսքով այդ փաստաթղթերում պարբերաբար անհամապատասխանություններ են հայտնաբերում։ Օրինակ անձի հասակը փոփոխված է, ինչը չէր կարող փոփոխությունների ենթարկվել բանտային ռեժիմի պայմաններում, կամ արձանագրումները չունեն նշումներ մեզ հայտնի առողջական խնդիրների առնչությամբ, որի հետ կապված բնականաբար կան փաստաթղթեր դեռևս Հայաստանում գտնված ժամանակահատվածում վիրահատությունների կամ զննությունների արդյունքում եւ սրանք մի քանի ուղղակի օրինակներ են, բայց դրա հիման վրա մենք կարողանում ենք հստակ պնդումներ իրականացնել։ Իրավապաշտպանի խոսքով հայրենադարձված գերիների բժշկական զննությունները, դատաբժշկական փորձաքննություններն ու նրանց ցուցմունքները ևս փաստել են վնասվածքներ, որոնց առաջացման ժամանակահատվածը համընկնում է գերության հետ։ 2025-ի սեպտեմբերին Կարմիր խաչը Ադրբեջանի իշխանությունների պահանջով դադարեցրեց գործունեությունն այնտեղ։ Դրանից հետո տեղեկություններ էին ստացվել հայ գերիների շրջանում ինքնասպանության մի քանի փորձի մասին։ Այս պահին նման դեպքերի վերաբերյալ նոր տեղեկություններ չկան։ Օրինակ քննարկման առարկա դառնա Կարմիր խաչի այցելություն, միգուցե ոչ ամբողջական միսիայի վերականգնում, բայց փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա մարդասիրական այցելություն, ինչը նաև հնարավորություն կտա դիտարկել անձանց ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը, կամ առաջարկում են քննարկման առարկա դարձնել անկախ բժշկական թիմի այցելություն Ադրբեջան, բայց նման նախաձեռնությունները պետք է առաջարկվեն եւ համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։ Սահակյանի խոսքով այժմ դիմում են խոշտանգումների կանխարգելմամբ զբաղվող միջազգային կառույցներին, պահանջելով դադարեցնել Բաքվի բանտերի մեկուսացումը։ Այս ահազանգերի ֆոնին Բաքվում պահվող գերիներից Լյուդվիգ Մկրտչյանի կինը վերջին շրջանում հայտնում էր ամուսնու առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Ընտանիքը վերջին անգամ նրա հետ խոսել է հունիսի 19-ին։ Այդ ընթացքում ամուսինը հայտնել էր, որ վատ ինքնազգացողության պատճառով ընկել է եւ տեղափոխվել սրտաբանական հետազոտության։ Սակայն հունիսի 19-ից հետո ընտանիքի հետ կապը չի վերականգնվել։